Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, ԿՊԱ-ականն այդ մասին Facebook-ում է գրել հրաժեշտի գրառումը տեղադրելով, հանելով, հետո նորից տեղադրելով։ Խմբագրումների արանքում Վիլեն Գաբրելյանը հեռացրել է այն նախադասությունը, որտեղ պնդում էր, որ միշտ է տիրապետել քաղաքական պատասխանատվություն կրելու կամքին եւ վճռականությանը։ Ավելի շատ Նավակ Ճոճող անունով հայտնի Գաբրելյանը գրում է, որ մանդատը վայր դնելու պատճառը Գյումրիում Կիրակի իր մասնակցությամբ միջադեպերն են, որոնք պատգամավորի վարքին վայել չեն։ Մարտի 30-ի ընտրություններից հետո գինովցած Վիլեն Գաբրելյանը Գյումրիի ՔՊ գրասենյակի մոտ վիճել էր լրագրողների հետ, հայհոյել նրանց։ Քաղտեխնոլոգները, փորձագետները պնդում են, որ Վիլեն Գաբրելյանի մանդատը վայր դնելու պատճառը գիտակցումը չէ, որ պատգամավորին ոչ վայել պահվածք է դրսևորել։ Փաշինյանն ուղղակի չի ներել Գաբրելյանի այն հայտարարությունը, թե մեջբերեմ 2026-ին իշխանությունը փոխվելու է։ Խի եմ ես մանդատս վայր դնում, մեջբերման ավարտը։ Ըստ էության խոստովանել էր Գաբրելյանը ԿՊ-ն գիտակցում է, որ իր աթոռ նորորի խարխլվում է ու հոդս է ցնդում սիրելի իշխանություն լինելու միֆը։ Ըստ վերլուծաբանների, եթե ԿՊ-ն կարևոր համարեր պատգամավորական վարքին հետևելը, վաղուց պետք է պատգամավորական մանդատները վայր դրած լինեին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որ թքել է քաղաքացու վրա, Քրիստինե Պողոսյանը, որ 2 անգամ հարվածել է 5-րդ ալիքի խոսափողին, այնուհետև սպառնացել լրագրողին։ Պատգամավորական մանդատը վայր դրած պետք է լիներ ԿՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, որ սպառնում էր մի թեկնածու հետ Գարղազարյանին լեզու ու ականջ կտրել։ Պատգամավորական մանդատը վայր դրած պետք է լիներ նաև կին լրագրողին թիրախավորած ԿՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանը։ ԿՊԱ-ականների պատգամավորական մանդատին ոչ վայել վարկ դրսևորելու այս շարքը ըստ վիճակագիրների դեռ երկար կարելի է թվել։ Ասում են, որ SMS եք ստացել Փաշինյանից, թե ինքնուրույն եք կայացրել որոշումը։ Կայացրեցիք այդ որոշումը մանդատը վայր դնելու, թե ճնշումները։ Դուք տեսել եք այդ վիդեոները իմ մասնակցությամբ։ Նորմալ մարդ, խելամիտ մարդ, պետք է ինքնուրույն չկայացրել այդ որոշումը։ Իսկ ինքնուրույն եք որոշել, որ ոնց որ պատասխանեց էլի ձեր հարցը։